Աստվածաշնչյան ընթերցանություն, ամեն առավոտ, Չարլզ Սպերջեն, հոկտեմբերի 14 Ամեն ինչ վնաս եմ համարում, իմ Տեր Քրիստոս Հիսուսին ճանաչելու գերազանցության համար, Փիլիպպեցիներին 3:8 Քրիստոսին հոգևորապես ճանաչելը յուրացվում է անձնական փորձով, ես չեմ կարող Հիսուսին ճանաչել մեկ այլ մարդու միջոցով, ես պատրաստվում եմ նրան անձամբ ճանաչել, դա կլինի անկողմնակալ ճանաչում, քանի որ ես պետք է ճանաչեմ նրան ոչ թե սեփական պատկերացումներիս հիման վրա, այլ այնպիսին, ինչպիսին նա երևում է Աստծո խոսքում։ Ինձ սպասվում է նրա ինչպես աստվածային, այնպես էլ մարդկային էությունը ճանաչելը, նրա ծառայությունը, գործերը, նվաստացումն ու փառքը ճանաչելը։ Ես պետք է խորհեմ Հիսուսի մասին, որպեսզի ըմբռնեմ բոլոր սրբերի հետ միասին, թե ինչ է լայնությունն ու երկարությունը, խորությունն ու բարձրությունը, և ճանաչեն Քրիստոսի սերը, որ ամեն հասկացողությունից վեր է։ Եփեսացիներին 3:18-19 Դա կլինի սրտով ճանաչել Քրիստոսին, իրականում եթե ես ճանաչում եմ նրան, ես չեմ կարող չսիրել նրան։ Սրտով ճանաչելու 1 գրամ արժե մտքով ձեռք բերված տոննաներով գիտելիք, բայց դա նաև արբեցուցիչ ճանաչում է։ Ճանաչելով Փրկչին, ես ամբողջությամբ կլցնեմ հոգուս գավաթը։ Ես կզգամ, որ վերջապես ստացել եմ այն, ինչ այդքան փափագում է իմ հոգին։ Դա կլինի այն կյանքի հացը, որ ճաշակելով մարդը երբեք չի սովի։ Միաժամանակ դա կլինի կլանող ճանաչում, որքան շատ ճանաչում իմ սիրելիին, այնքան ավելի կլինի այդ ճանաչման ծարավը։ Որքան վեր բարձրանամ, այնքան վեր կթվա ինձ գրավիչ բարձրունքը, որքան շատ ինչ հաջողվի ստանալ, այնքան ավելի կփափագեմ։ Ուստի տենչացող ագահ վաշխառուի նման ես չեմ հագենա Քրիստոսին ճանաչելու իմ ոսկիներով։ Վերջում անհրաժեշտ է ընդգծել, որ դա կլինի անհավանական երջանիկ ճանաչում։ Այն այնքան կբարձրացնի ինձ, որ վեր կհանի բոլոր փորձություններից, կասկածներից, վշտերից, ինչ-որ բանով ավելին կդարձնի, քան կնոջից ծնված մարդը, սակավակյաց է և նեղություններով լի։ Այդ ճանաչումը ինձ կհանդերձավորի հավիտյան կենդանի Փրկչի անմահությամբ և կգոտևորի նրա հավիտենական ուրախության ոսկե գոտիով։ Արի թանկագին հոգի, նստիր Հիսուսի ոտքերի մոտ և ճանաչիր նրան այսօրվա շարունակության ընթացքում։